Նորմալության դահակը նախնիվետ Միքայել Պողոսյանը արձագանքել է իր հասցեինչող մեղադրանքներին, նշելով, որ երբ ինքը տեղեկացել է, որ այդ բեռի մեջ կոկային կա, անձամբ է կապ հաստատել ԱԱԾ-պետ Վահան Ալասյանի հետ։ Եվ ըստ էության սա հաղորդում է այն մասին, որ կոկային կա իր բեռի մեջ եւ ինքն է ներկայացրել այդ մասին։ Եվ խնդրում այս մասին Նախ դուք խոսում եք ուրեմն քրեական գործի մասին, որի մանրամասներին չեմ տիրապետում, հետևաբար չեմ կարող մեկնաբանել առհասարակ։ Ինչ վերաբերում է ձեր նշած անձնավորության տարատեսակ մեկնաբանություններին, ավելի լավ է այդ անձնավորությունը գա եւ ներկայանա նախաքննական մարմնին, որտեղ գտնվում է հետախուզման մեջ, ինչա նշանակում թե ինչ որ մեկնաբանություններ։ Թող գա ներկայանա մեկը մյուսի հետ կապ ունի այնքանով, որ տվյալ անձնավորությունը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից գտնվում է հետախուզման մեջ Հայաստանի Հանրապետության պետական գույք հապշտակելու եւ մի շարք այլ հանցագործությունների համար։ Եվ հետեւաբար նրա մեկնաբանությունները ընդհանրապես իր կողմից մեկնաբանման արժանի չէ եւ իր որդորը տվյալ անձնավորությունը այն է, որ գա եւ ներկայանա նախաքննական մարմնին եւ ավելի մանրամասն պատմի իր առնչությունը բանանի եւ կոկայինի հետ եւ մնացած այլ հանցագործությունների հետ։ Այսքանն է մեկնաբանությունից մասով։ Մաքսային ճանապարհները հասել է իր պահեստ, ինչպես է անցել է ամբողջ հսկողությունը եւ ինչպես չի հայտնաբերվել այս սահմանին։ Դուք ակնկալում եք, որ ես պետք է այդ գործընթացի հիմա ծարի նկարագրեմ, ես չգիտեմ, որովհետեւ էլի եմ կրկնում, սա նախակ ես էլի եմ կրկնում, դուք ոնց որ ինձանից ավելի լավ եք տեղյակ այդ մանրամասներից, ես բացարձակապես տեղեկություն չունեմ, սիրելի գործընկերներ, ես նկատել եմ, որ մեր ընդդիմությունն է լավ տեղյակ կոկայինի գործից, մեկ էլ դե լրատվամիջոցներն էլ բնականաբար հետաքրքրում են, ընդդիմությանը հարցրեք կոկայինի մասին մանրամասներից, ես չեմ տիրապետում, նախաքննական մարմինում է գտնվում գործը քրեական, չեմ էլ հետաքրքրվել, չի էլ հետաքրքրում ինչա տեղի ունեցել, երբ որ հայտարարությունը կտարածի նախաքննական մարմինը, ուրեմն մանրամասների վերաբերյալ բոլորս կծանոթանանք այդ ժամանակ ներողություն տեղյակ է այն առնչությամբ, օրինակ ձեր թեմակիցներ հայտարարում, որ միջին վիճակագրական խնջույքները առանց թմրանյութերի չեն անցնում։ Այսինքն իշխանությունը տեղյակ է ինչ նկատի ունեք, հարցը չհասկացա։ Այսինքն դուք ասում եք ընդդիմությունն է լավ տեղյակ թմրանյութերից, ես ասում եմ իշխանություններ է տեղյակ, որովհետև առանց չտեղյակ մարդը ոնց կարա հայտարարի, որ միջին վիճակագրական խնջույքը կարա անցնի առանց թմրանյութերի։ Չէ, սխալ եք ասում, դուք շնորհակալություն։ Էդուարդ Աղաջանյանն է։ Պարոն Հովհաննիսյան, մի հարց ունեմ այդ կապակցությամբ։ Այսինքն Էդուարդ Աղաջանյանն դուք եք սխալ մեկնաբանում։ Երկար տարիներ, պարոն Հովհաննիսյան, դուք եք սխալ մեկնաբանում։ Երկար տարիներ կոկայինի մասին հարցերն ընդդիմությունը տվեք, ինչ վերաբերում է այդ ձեր նշած արտահայտության, այդ արտահայտությունը հնչել է կոնկրետ համատեքստում, գնացեք եւ խնդրում եմ ծայրից ծայր պետք է արտահայտությունը կոնտեքստի մեջ պետք է արտահայտությունը դիտարկել եւ չի կարելի առանձին կտրել, հարց տալ եւ համեմատել միատել Հայաստան ներմուծված 1 տոննա կոկայինի հետ այդ արտահայտությունը կներեք համեմատությունը տեղին չի դրա համար ուղղակի չեմ ուզում մտնել ձեր դիալոգի մեջ այդ կոնտեքստում երկար տարիներ բանանի ներկրումը Հայաստան եղել է մոնոպոլ շուկայի մոնոպոլ է եղել եւ մի քանի ընդհանրապես ներկայացուցիչներ են կարողացել բերել եւ շատերը երբ փորձել են ներմուծել բանան Հայաստան տարբեր խոչընդոտներին հանդիպել սա կարող է ենթադրել որ միշտ է եղել այսինքն բանանի ներկման հետ միասին միշտ է Հայաստանով թմրանյութեր ներմուծվել եւ ինչու հենց բանանի շուկան է եղել մոնոպոլիզացված այդքան այդ արտադրանքների Դե նախկինում ոչ միայն բանանի շուկան է եղել մոնոպոլիզացված, այո, ավելի շատ մենք գիտենք այդ մասին, բայց բազմաթիվ այլ ոլորտներ կան, որոնք ոչ մեծ սպառում են ունեցել երկրում, այսպես ասած մեր տեսադաշտում չեն եղել, բայց էլի գտնվել են մոնոպոլ ուրեմն վիճակում։ Էլի վերադառնալով էլի հարցը կոնկրետ մի դեպքին է վերաբերում, որ էլի եմ կրկնում, ես մանրամասներին չեմ տիրապետում, թե ինչ է եղել նախկինում շատ բան է եղել, եթե հիմա նման բանը իրան թույլ տալիս հետախուզման մեջ օրինակ գտնվող մարդը մի հատ էլ մեկնաբանում է, մի հատ էլ ասում է ես ԱԱԾ-պետին զանգել տեղեկացրել եմ, ես կներեք սրանից կարող եմ ես ենթադրել, որ նախկինում էլ ավելի մեծ հանցագործությունների մասին կարող է խոսք գնացած լինել, բայց անմեղության կանխավարկած գոյություն ունի, թող իրավապահ մարմինները քննեն հասկանան։
Պարոն Հովհաննիսյան, ամեն դեպքում ես կուզեի դուք անդրադառնայիք Սուրեն Պապիկյանի այդ ՀԱՊԿ նախարարների այդ ժողովին չմասնակցելու որոշմանը, եթե հնարավոր է կարող եք պատճառները նշել, եթե տեղյակ եք ինչ պատճառով է նախարարը չի գնացել եւ կարող է սա նաեւ լինել ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման ինչ որ արդեն նախանշաններ կամ քայլեր, որով Հայաստանը շարժվում է այս բանը։ Նախ ՀԱՊԿ-ից ՀԱՊԿ Հայաստան հարաբերությունների մասին մենք կարծում եմ բավական մանրամասն վերջին օրերին խոսել ենք, նման գործընթաց տեղ գոյություն չունի եւ հետեւաբար ձեր հարցերի պատասխան պետք է ասեմ, որ ոչ։ Սուրեն Պապիկյանի չմասնակցելը տվյալ միջոցառմանը կապ չունի Հայաստան ՀԱՊԿ հարաբերությունների հետ, մանրամասներին չեմ տիրապետում, վստահ եմ, որ քաղաքական մեկնաբանություն չկա այս հարցի վերաբերյալ, Պաշտպանության նախարարությունից կխնդրեմ մանրամասները ճշտեք, ես կարծում եմ դրանք կապ ունեն տարբեր տեխնիկական հարցերի հետ, միգուցե այլ գործերով Պաշտպանության նախարարի։ Մանրամասներին ես չեմ տիրապետում, բայց ենթատեքստը քաղաքական չէ։ Այսինքն ինչ որ վերաբերմունք չի կառույցի։ Բացարձակ վերաբերմունք չի ՀԱՊԿ կառույցի նկատմամբ։ Պարոն Հովհաննիսյան, երեք Facebook-յան ուղիղ եթերից հատված էիք կտրել, տեղադրել Facebook-յան էջում եւ թիրախավորել ողջ լրագրողական համայնքը, հա։ Սա ձեր իշխանությունների համար եւս մեկ պատրվակ է ողջ լրագրողական համայնքը թիրախավորելու եւ որ դուք նախկին լրագրող եք։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար, հատկապես որ ես նախկին լրագրող եմ եղել, ես չէի կարող չանդրադառնալ այդ իրավիճակին, որովհետև ես իմ լրագրողական տարիներին հարգելի գործընկերներ երբեք թե ուղիղ եթերի կամերայի առաջ, թե ոչ կամերայի առաջ չեմ օրինակ խոսել պատգամավորների մասին հազար ներողություն եւ ձեզանից եւ մեր հայրենակիցներից հետեւյալ լեքսիկոնով, ինչպես օրինակ, չգիտեմ էլ հիմա որ լրատվականի աշխատող Վահե Մակայան անազգանով մի լրագրող, ով ասում է, որ եկեք տեսեք ընկեր Մանուկյան, նկատի ունենալով դաշնակ Գեգամ Մանուկյանին, թե ինչպես են թռնում ինչ որ պատգամավորի դեմքին։ Սա լրագրության հետ կապ չունի։ Սա փողոցային խուլիգանի բառամթերք է, ներողություն, ես ձեր հարցին հիմա պատասխանում եմ, համբերեք։ Սա շարքային փողոցային խուլիգանի բառամթերք է, որը պետք է արժանի գնահատական ստանա նաև ազգային ժողովի աշխատակազմի կողմից, ովքեր որ հավատարմագրել են տվյալ լրագրողին ազգային ժողովի շենք եւ թույլ են տվել մտնի շենք։ Հետո ազգային ժողովի նախագահի հասցեին հնչում են անձնական բնույթի վիրավորական արտահայտություններ արդեն 5-րդ ալիքի մեր հարգելի լրագրողի կողմից։ Եվ բա որ հատվածը հրապարակեի։ Չգիտեք, դե եթե իհարկե հատուկ եմ հրապարակել, ես հատուկ եմ հրապարակել այդ հատվածը, որ բոլորի համար ակնհայտ դառնա եւ նաեւ լրագրողական համայնքի մասին մտահոգ փորձագետները, որոնք ամեն նման առիթին արտահայտում են իրենց շատ կարևոր կարծիքը, հիմա եւս արտահայտեն իրենց շատ կարևոր կարծիքը իմ կողմից նշված լրագրողների մասին։ Ձեր հարցինի պատասխան, եթե ես ստեղծել ա իմ ուրեմն գրառումից տպավորություն, որ ես թիրախավորել եմ ողջ լրագրողական համայնքը, ներողություն, ես նման մտադրություն չեմ ունեցել եւ ցանկացած դիտող կարող է տեսնել, թե այդ տեսանյութում բազմաթիվ իմ կողմից հարգված լրագրողներ կան, օրինակ Ազատության հեռուստաընկերության լրագրողը, Factor TV լրագրողը, դուք նաեւ կաք այդ կադրերում, բայց այդ կադրում գործող անձինք այլ են եւ ես կարծում եմ, որ քանի որ լրագրողները նաեւ հանրային գործունեություն ծավալող մարդիկ են եւ իրենց կարծիքը հանրային հնչեցնում են ամենատարբեր քաղաքական իրավիճակների մասին, ինչու նրանց պահվածքը չպետք է հանրության համար բաց լինի։ Կարող եք ինձ բացատրել, այսինքն դուք ուզում եք ասել, որ այդ պահվածքը նաեւ այն խոսույթը, որ կար պատգամավորի կողմից, որ իրան եւս մեկ անգամ չհաջողվեց շուռ տալ ուրեմն այդ երկաթ որսացող սարքը, ինչի մասին է։ Իսկ ինչու են ուզում ընդդիմադիրները շուռ տալ երկաթ որսացող սարքը եւ մի հատ էլ դա ոնց հումորի կարող է հոկտեմբերի 27-ն էլ են կատակով արել ներողություն։ Այս ինչի մասին է խոսքը։ Այսինքն մենք բոլորս գիտենք ինչ է տեղի ունեցել ու մորոք եւ ցանկացած դրան մոտ արտահայտություն կամ գործողություն պետք է արժանանա շատ խիստ գնահատականի։ Երբ որ դաշնակցության падգամավորը փորձում է մի քանի անգամ շուռ տա ազգային ժողովի անվտանգությունը, դահլիճի անվտանգությունն ապահովող մետաղ փնտրող սարքը, որը կարող է բացահայտի, կա արդյոք մարդու մոտ դանակ, զենք, եթե ուզում է դա շուռ տա, ինչի է ուզում դա շուռ տա, այս հարցին ինչ որ մեկը կարա պատասխանի, ոչ մեկ չի կարա պատասխանի։ Եվ վերադառնալով լրագրողական համայնքի ձեր հարցին, ապա ես եւս մեկ անգամ պետք է ամենայն հարգանքով բոլորիդ նկատմամբ, բայց մենք մեզ պետք է
պահենք լրագրողական էթիկայի սահմաններում, մենք էլ որպես քաղաքական գործիչներ տալիս ենք քաղաքական գնահատականներ եւ մենք երբեք չենք թիրախավորում լրագրողական համար։ Պարոն Հովհաննիսյան, Ոչինչ դեռ չի նշանակում, որովհետև նաև խոսքը դրա մասն է, որ դեռևս չկա որևէ բան որոշած։ Այսինքն, ելի եմ կրկնում, անկլավների թեմային անդրադարձել ենք այն համատեքստում, երբ որ խոսվեց տարածքային ամբողջականության մասին եւ քառակուսի կիլոմետրերի մասին։ Այո, կան Հայաստանում անկլավներ, որտեղով անցնում են ճանապարհներ ռազմավարական նշանակության, այո, կան գյուղեր, որոնց սահմանակից են այդ անկլավները եւ բնականաբար դրանց վերաբերյալ քննարկումների ժամանակ պետք է հաշվի առնել ամեն ինչ։ Ամեն ինչ։ Ճանապարհների սահմանազատումից ու սահմանադրությունից հետո է դառնալու խնդրահարույց։ Տեսեք, անկլավների հարցը դեռ չի քննարկվել, սահմանազատման եւ սահմանագծման process-ի վերաբերյալ մենք աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի կարողանանք առաջ շարժվել եւ քանի դեռ մենք չենք հասել այդ փուլին, այս պահին, այստեղ, այս ժամանակում դեռևս հնարավոր չի պատասխանել ուղղակի ձեր հարցերին, պարզապես հնարավոր չի պատասխանել, բայց ձեր նշած հարցերը դրանք ռիսկեր են, որոնք կան, որոնք գույքագրված են եւ որոնց պետք է առանձին անդրադառնանք բանակցային գործընթացում։ Ընտրվել է 1978 թվականի քարտեզը։ Ինչով է, ինչից ելնելով է հենց այդ թվականի քարտեզը դրվել։ Հայկական կողմն է առաջարկել, ով է առաջարկել։ Հայկական կողմի համար ընդունելի են եղել 1975 թվականի քարտեզները, ըստ էության բանակցային գործընթացի այս փուլում դեռևս բնականաբար վերջնական որոշված չէ, թե հիմքում մեր բանակցությունների ինչ քարտեզ է դրվելու, բայց այս պահին քննարկումը այս քարտեզի շուրջ է գնում, թե ինչ զարգացում կունենանք հետագայում, նաև ադրբեջանական կողմը ինչ դիրքորոշում կունենա, ես այս պահին կդժվարանամ ասել։ Երեկ նաև այդ առումով իր ելույթում իր հարցերին պատասխանելով Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քառակուսի կիլոմետրերով նշվել է, արդեն հերթը քարտեզների վրա դրանք այսպես ֆիքսելու կամ նշելու գործընթացին է։ Հիմա նաև այսօր Մոսկվայում հանդիպում է տեղի ունենալու քարտեզների հետ կապված, հնարավոր է այսօր կոնկրետ ինչ-որ համաձայնություն ձեռք բերվի եւ Վաշինգտոնից հայտարարել են, որ Երևանին եւ Բաքվին առաջարկներ են փոխանցվել խաղաղության պայմանագրի խնդրահարույց կետերի հետ կապված, որոնցից մեկն էլ նաև Լեռնային Ղարաբաղի անվտանգության այդ մեխանիզմներին եւ իրավունքներին է վերաբերում այդ երկխոսության համար։ Ինչ առաջարկների մասին է խոսքը, ինչ է առաջարկում Վաշինգտոնը այս թեմայով։ Ես ներողություն պետք է խնդրեմ, բայց նախ Մոսկվայում տեղի ունեցող բանակցությունները դրանք այս պահին են, նոր են, հետևաբար որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, երբ որ կավարտվեն խոսակցությունները, մենք դրանից հետո բնականաբար ինչպես միշտ կկոմունիկացնենք ձեզ հետ, մեր հանրության հետ, թե ինչ ենք խոսել, ինչ է տեղի ունեցել, ձեռք են բերվել արդյոք պայմանավորվածություններ, թե ոչ։ Ամերիկայի մեր գործընկերների առաջարկությունների հետ կապված ես ասեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները բավականին շահագրգռված է խաղաղության հաստատմամբ մեր տարածաշրջանում եւ մենք շատ ինտենսիվ համագործակցում ենք մեր գործընկերների հետ եւ ես կարծում եմ նման համագործակցության ինտենսիվություն Հայաստանի Հանրապետության պատմության մեջ երբևէ չի եղել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Այս իմաստով մենք ընդունում ենք մեր ցանկացած գործընկեր պետության աջակցությունը եւ օգնությունը, նաեւ հարթակ տրամադրելու առումով Ադրբեջանի հետ բանակցություններում, բայց թե ինչ կետերի շուրջ վերաբերյալ եւ ինչ բովանդակությամբ են ուրեմն խոսակցությունները տեղի ունենում բանակցային գործընթացում, ներողություն, բայց դրանց բացահայտումը վնասելու է բանակցային հետագա գործընթացին, դրա համար ես պարզապես չեմ կարող դրանց անդրադառնալ։ Առաջարկները որ փոխանցվել։ Ես չեմ կարող մեկնաբանել ձեր հարցը։ Հայաստանի Հանրապետությունը ամեն բան անում է, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք ստորագրել խաղաղության պայմանագիր, բայց շուտը շատ հարաբերական է, որովհետև ինչպես նաև այս հարցազրույցում միասին բազմաթիվ ուրեմն ռիսկեր մատնանշեցինք, այդ ռիսկերը պետք է հաշվի առնենք եւ դեռ պետք է Ադրբեջանի ուրեմն կառուցողականությունն ակնկալենք նաև միջազգային գործընկերների ճշմարտ տանք, որ կարողանանք առաջ շարժվել։ Մենք պատրաստակամ ենք սա պատրաստակամության մասով, բայց հնարավորությունների մասով ես ոչինչ ասել այս բանը չեմ կարող։ Եվ վերջին հարցը խնդրում եմ։ Ռուսաստանը տարբեր շուրթերով, փորձագիտական պատմաբանների շուրթերով հայտնում է, որ Հայաստանն է հրաժարվել Արցախից, մենք ինչ կարող ենք անել, եւ իրենք տարբերակներ ունեն, որ Արցախի հարցի հետագա կարգավիճակի հարցը թողնելու ապագային հնարավոր է, որ նորից Ռուսաստանը այդպիսի առաջարկով հանդես գա, եւ այդ դեպքում Հայաստանը ինչ դիրքորոշում կունենա, հաշվի առնելով հանգամանք, որ արդեն որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվել են։ Տեսեք, ձեր նշածը արդեն տեղի ունեցել է։
Ռուսաստանի Դաշնության կողմից այո եղել է նման առաջարկ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը, այսպես ասած, թողնվի սերունդներին, այսինքն պահպանվի, չէ, չգիտեմ ձեր հարցի, հեսա կանդրադառնամ, այսինքն պահպանվի ստատուս քվոն, մենք համաձայնել ենք, հրապարակային համաձայնել ենք, վարչապետն հրապարակային դրան համաձայնել, դրանից հետո Ռուսաստանը չի կարողացել իրականացնել իր պնդումը, ես կարծում եմ, որ այո, Ադրբեջանի էլի ապակառուցողական, ուրեմն վարքագծի պատճառով հիմա ըստ էության չի կարողացել առաջ տանել իր պնդումը։ Եթե կրկին առաջարկի Ռուսաստանի Դաշնությունը նման առաջարկ եւ կարողանա պնդել իր առաջարկը, Հայաստանի Հանրապետությունը կարծում եմ իր նախորդ արտահայտած կարծիքը չի փոխել այս մասով։ Շնորհակալություն։ Տամ կներեք, բայց Սերգեյ Շոյգուն անդրադարձել է կրկին Հայաստանի սահմանների Եվրամիության դիտորդական առաքելությանը եւ հայտարարել է, որ նրանց տեղակայման իրական նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է եւ այս համատեքստում նաեւ նշել է, որ դրա համար պետք է շարունակել ՀԱՊԿ առաքելություն տարածաշրջան ուղարկելու շուրջ այսպես քայլերը եւ կարճ մեկնաբանեմ, տեսեք, եվրոպական դիտորդական առաքելությունը քաղաքացիական առաքելություն է, եթե Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը կարծում է, որ քաղաքացիական առաքելությունը կարող է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, սա պարոն Շոյգուի կարծիքն է, ես չեմ մեկնաբանելու, շնորհակալ